Այս երեխեքի նկարներից սկսեմ, որովհետև սրանից ազդեցիկ ոչ բան չկա։ Զոհվածներից կարող նոր նայողներ կան տեղյակ չեն, այս էլ լավ նկար։ Այս էլ աղջիկա զոհված, այս էլ ամուսիններ են, 92 թվին են զոհվել, այս էլ սիրիահայեր են, ամուսինը զոհվել է, կինն էլ մահացել է։ Այս նամակ ուզում եմ կարդամ, որտեղ կարևոր է։ Ես Արմեն Կնյազյանն եմ, Արարատի մարզի Մղջան գյուղից։ Զոհվել եմ 5 տարի առաջ Հադրութում ATS-ի հարվածից։ Ես Արցախի հերոս Ալեքսանդր Հարությունյանի Սաշկոյի ջոկատում էի թշնամու կողմից խոցված նրա մեքենայի մեջ, բոլորս զոհվեցինք։ Չենք զոհվի, եթե օդը պաշտպանված լիներ։ Գրպանից մեկ հատիկ փամփուշտ ունեի գերինգնելուց առաջ հաշվիներս կյանքիս հետ մաքրելու։ 2 տասնամյակից ավել ընտանիքով ապրում էի Իսպանիայի Լորետ դե Մար քաղաքում, հաջողակ գործարար էի, սակայն հազարավոր կիլոմետրեր երբեք ինձ չեն կտրել հայրենիքից ու սիրելի Արցախից, որտեղ բազում ընկերներ ունեի։ 44 օրյա պատերազմից 3 օր առաջ չէի կնոջս ու դստերս հետ վերադարձել հայրենիքից, բայց սեպտեմբերի 28-ին արդեն Արցախում էի։ Հիմա ես երկնքից եմ ձեզ նայում։ Մենք զոհվել ենք, որպեսզի դուք ազատ եւ արժանապատիվ ապրեք։ Ես ունեի ընտանիք, 3 երեխա, ծնողներ, ծրագրեր, որոնք զոհաբերեցի հանուն իմ սուրբ հայրենիքի, հանուն իմ շատ սիրելի Արցախի, հանուն ձեզ։ Ես իմ Արցախի հերոս եմ, ոսկե արծիվ, շքա նշանակիր, սուրբ նահատակ, չմոռանաք այդ մասին։ Մենք հանուն հայրենիքի ենք զոհվել, ոչ թե հանուն ոչինչի։ Իմ սիրասուն զավակներ չտխեք, չէ որ ինքներդ եք շիրմաքարից գրել, մահ իմացյալ անմախություն է։ Այս էլ ինտելեկտուալ բանն է, գենոցիդն է, ԿՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում գրադարանների ջարդ է կազմակերպել 52 փակված գրադարան։ Հայկական նեգատիվները, որ քննարկում ենք, անվերջ են։ Երեխեքի ջարդ, երեխեքի սերունդի զոհ, պետականության կորուստ, մարդկանց արժեքայինի ավերում, ինտելեկտուալ անկում, գահավիժում։ Այսօրվա խոսքիս մեջ ստեղ մի հատ կարևոր բան կա, Բարիսն էր այսօր գրել, շատ կարևոր է, ասեմ։ 8-9 տարեկան է, երբ մեր տարիքով համագյուղացիներից մեկը դժգոհեց տատիկիս մեր վարքից, ասելով, թե ավելորդ բաներ են խոսել։ Տատս, որ ավագի ինստիտուտը հարգող, խոսքի կշիռը լավ իմացող կին էր, խստացավ եւ խրատեց մեզ առանց ձայնը բարձրացնելու, բայց ծանր խոսքով։ Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտեք։ Այդ պահին նեղվեցինք տատիս խրատից, բայց տարիներ անց հասկացանք, թե որքան կարևոր է երբեմն լռել իմանալը, հատկապես այն ժամանակ, երբ խոսել չգիտես։ Ֆանտաստիկ խոսք է։ Լռելն ու չխոսելը տարբեր բաներ են։ Չխոսելը շատ գիտակցված ֆունկցիա է։ Լռելը խեղճությունն իր մեջ, հնազանդությունն իր մեջ։ Բորիսի տատը ֆանտաստիկ խորհուրդ է։ Հայրս չունենք չխոսելը։ Մենք ասում ենք, կասենք մաքսիմում խոսել չգիտես, լռիր։ Չխոսել պետք է իմանալ։ Այսօր այդ խնդիրն է դրված, մենք հազարը մի բան չգիտենք, հազարը մի լուրջ բանից անտեղյակ ենք, բայց անիմաստ է այդ հարցին խորանալը, շարունակեմ։ Այս ենք մենք։ Բազմա մի րոպե տեսնեմ ուղղակի։
Այսենք, միայն խոսելը գիտենք, ոչ լռելը, ոչ չխոսելը չգիտենք։ Ու այս վիճակով գնում եք ընտրությունների։ Սա մեր անդուններից մեկն էր, որ ցույց տվեցի։ Բազմաթիվ անդուններ ունենք։ Մյուս անդունդը սա է։ Հայոց երկու ամենակարկառուն միլիարդատերը բանտում են, մեկը Ալիևի, մեկը Նիկոլի։ Եթե մեկն ալներ կասենք պատահականություն է, բայց եթե երկուսն են, սա պատահականություն չի, օրինաշապություն է, ինչի է սա այսպես։ Հասկացենք, թե բացահայտեցինք, քննարկեցինք, ասեցինք, բայց դրանից ոչ մեկը եզրակացությունը չի անելու, հասկանալու պրոբլեմ ունենք մենք, ու դա ինչից է գալիս, մյուս անդունդից է գալիս, այդ տատու խոսքը հարգող բարիսը, այսօր ինքը ամենաընդունակներից է, երևի ամենաընդունակն է մեր տեսադաշտում, քաղաքական տեսադաշտում։ Իր եզդի տատը, այդ խորը կյանքի կարևոր դրվագը հարցը իմացել է, ասել է, հաղորդել է թորանը, թորը լսել է, ու մեր օրերին մեզ է ներկայացնում։ Հայերի համար տատու խոսք չկա, պապու խոսք չկա, հավաքի խոսք չկա։ Բոլորը հանճարեղ են։ Այսպես դեմքով այս տղուն, այս դեմքով վերցրել են հաղորդավարա, ինչ է ասում։ Ով կբռնի Փաշինյանի ձեռքը ու կասի մի արա, Էրդողանն ու Ալիևն ապրում են վախի մեջ։ Ինչ որ Ջոն Այբներ ենք, թե չգիտեմ, կա, չկա, տեսովից աննա, թե Էրդողանն ու Ալիևն ապրում են վախի մեջ։ Այսպես տղեն, այս մորդով տղեն հայերին Հելքա սովորացնում, թե դուք չգիտեք, իրանք վախկոտնի մեկն են, հարց չկա, ապե իրանք վախի մեջ են։ Ինչ կարող եմ ասել, ես կարելի է էպիթետներ չասել, ինչ-որ իրական գնահատականը չտալ ես ասացի, բայց այս կադրը, այս Արամ Սարգսյանն էլ անունը գրած է, UTV բանա, հոստա, այս կադրն ամեն ինչ ասում է, տակի տեքստով ամեն ինչ ասում է, բացարձակ խայտառակ իրականություն, կեղծ, այլանդակ իրականություն, այս ներքևի նկարներն էլ են լավ, ազատություն քաղբանտարկյալներին, սրանք ինչ են բանտում, դա էլ անդունդներից մի ուրիշ անդունդ է, չէ, կարևոր անդունդ է, անդունդի մյուս դրվագները այս հայկական դեմքերն են, այսի վարտանիկն է, բանտումը, բանտից գրում է, մտեք, ԱՑՄ կուսարան եւ սեփական աչքերով համոզվեք, թե ինչ պայմաններ են պահվում Փաշինյանի իշխանության դեմ արտահայտված քաղբանտարկյալները Վարդան Ղուկասյանի դիմում ահացից։ Մարդիկ չգիտեն ահացան ինչ է, իշխանությունն ինչ է, բանտ գնալն ինչ է, քաղաքականությունն ինչ է։ Մենք ախպեր, մենք ուրիշ ենք, իսկ այս սրա մասին ես մի հատ կլիպ ցույց կտամ այսով։ Ֆանտաստիկ կերպար ալես Երջանիկ Անասունի դեմքին նայեք։ Անասունը այնքը, բայց մեր կորցանողներից է։ Այս Անասուն կոչեցյալը, մի հատ նայեք սրան, կարճ կլիպը լսեք էլի։ Ապա Խաչիկյան, ես նկատեցի, որ մեծամոտ համայնքապետարանի պարկանող ավտոբուսներ կանգնած այստեղ, և քաղաքացիներ են արմավիրի մարզեցին սկսել, որ ձեր հորդորով, ձեր պահանջով տարբեր համայնքապետարանների աշխատակիցներ են բերվել այստեղ, ես ևս նկատեցի նրանց։ Ինչու եք ստիպում, որպեսզի համայնքապետարանի աշխատակիցները գան մի պատարագի, ինչին իրենք երևի թե չեն ցանկանում։ Հետո մարդիկ տեղաշարժվելու խնդիր են ունեցել, խնդրել են տրամադրել են։ Դեր անձնական միջոցներով է։ Այո։ Այսինքն անձնական միջոցները գործի եկել, որպեսզի մարդկանց բերեք Նիկոլ Փաշինյանի մեծ պատարագի։ Ինչու եք այդպիսի զոհաբերության գտնում։ Զոհաբերության չեն գտնում։ Բա ինչի եք գնում։ Ընդամենը մեր ժողովրդին համոզում են պատարագներին և ամեն Պարոն Խաչիկյան, դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել Գարեգին երկրորդին Բեհարանից հեռացնելու, ինչպես իրենին ասում։ Այս դարձան այնքան կարևոր չի, բայց իր հանգիստ տոնը, ժպիտը, ձեռառնելով խոսալը, ինքը դեբիլ չի, ինքը այս իր մորդին համապատասխան բիջ է, ինքը տենց զոր կերպար է, ինքը անդունդներից մեկն է, այս էլ ուրիշ անդունդ է, մեր թագավոր անդունդն է։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը պարոն Ալիևին, ինչպես նաև ես իրեն նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը պարոն Ալիևին,
Ինչպես նաև ես իրավունք ունեմ շնորհակալություն հայտնել նաև մեր վարչապետին, որովհետև երկրի մեր ղեկավարը վարչապետն է, այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է, եւ դա նպատակը մեկն է, գիտեք, հիմա արդեն տեսանելի է, նպատակը միայն խաղաղությունն է։ Ոչ Ես ճիվաղին ես հանդիպել եմ 95-96 թվականին ուղղ չեմ հիշում, այն ժամանակ շատ ջահել էր, sense լավ գրավիչ տեսք ուներ, աշկերը խարժային թե մի քիչ կապուտին տվող, sense առողջ դեմք ուներ էլի։ Սա էլ հրապարակամտել իր կրետինիզմի ու այդ բայց փարթամ տեսքի համար։ Երևի ինչ-որ ռուսական արուն կա մեջ է, կամ ինչ-որ որակ կա, այդ ֆիզիկական որակ կա, մտավորի կատարյալ բացակայության պայմաններում։ Ես էլ անդունդներից մեկը գանք մեր թեմային ինչու՞ նա բանը Այս բազմաթիվ անդունդներն ընդհանրեն մի քոքի վրա են իրականում։ Այդ քոքերը պետքա պարզաբանել, բայց հասնել նրան, որ մարդիկ ընդունեն։ Դա վերցնեն լուրջ նայեն։ Օրինակ ես հերո տղա մի աննկարագրելի ծիվաղներ են։ Ես երկուսին էլ հորը լսել եմ ֆիզիկապես եմ լսել, տղուն էլ ինտերնետից եմ ծանոթ։ Մի սարսափելի ճիվաղներ են դարձան հայկական հարստուծող, ազգային հարստուծ։ Այս էլ քաղաքական դեմքերի անդունն է, թե ինչումն է բանը։ Կա խոսակցություն այդ մասին։ Սա իմ գրառումներից մեկն է, չգիտեմ թե ոնց է եղել անցյալում, բայց իմ աչքով տեսած հայոց պատմությունը ճիվաղների ու սրիկաների բեսպրեդելի պատմություն է։ Սա այս փաստի հետ պետք է հաշվի նստել, բայց հաշվի նստելուց հետո էլ ինչ-որ բան է պետք անել։ Դրա փոխարեն մենք գնում ենք ընտրությունների։ Այսօր երեք ինտերնետում հանդիպեցի, այսինքն ցուցակ են կազմել 25 հոգուց, բաղկացած, մեծ այս կիսել է որ կադրումը ստեղավորի, թե որին կնախընտրեք վստահելիներից վստահելի որ տեխնացուն է վայելում ձեր վստահությունը։ 3 անգամ վստահություն բառն են օգտագործել միջին։ Ես էլ գրել եմ այս աղբից որին եք ընտրելու որ ավելի արագ կործանվեք։ Դա իհարկե սարսափելի է, չէ՞, հայ իրականության մեջ ծանոթներ ունեմ, ընկերներ ունեմ, որոնք այս թիմերի սրանցից մեկի թիմերում կան կամ իրենք հենց թիմի ղեկավար կարող ալնեն։ Մենք sense աշճաններով ենք կործանվում։ Ամեն աշճան մեզ գալիս են ասում, եկել ենք ձեզ փրկելու եկեք։ Հենց գնում ես որ փրկվես, մի աշճան իջնում ես։ Այդ անդունդներն արդեն իջել պրծել ենք, սրանց որի դեմքին ուզում եք նայեք, ես կապացուցեմ, որ ճիվաղ են բոլորը, միլիարդատերն էլ հետը։ Որտեղ միլիարդատերը իր փողը պետք է որ ծախսերը ոչ թե Նիկոլի բանտում հայտնվելու համար, պետք է ծախսեր Նիկոլին վերացնելու համար։ Հիմա գնալու եք սրանց ընտրեք, պարզ է դրա դեմը չեմ կարող առնեմ։ Անհնար է։ Սրանք բոլորը այնց հայտնի դեմքեր են, նրանք կանչում են ընտրության, պետք է գնանք 25 տեղ զեներս բաժանենք, որ Նիկոլին իր միլիցիան ասի, արա вообще գործ չկանել, օրակալել գնացեք գրեք, որ ես դա հաղթել պրծավ գնաց, ինչի մասնախոսակցություն։ Բայց դե ոնց կարելի է, արդեն իմ պատին են բանանում, կերսնում, թե հայ գդորոնց, անգեր Հարությունյան, նո ինձ համարում անգեր էլ իրենց բան, ոչ թե Facebook-յան անգեր, այլ սովետական անգեր էլ իրեն։ Հասարակության մեջ մի հատված կա, որը բոլորին անխտիր դնում է մի հարթության մեջ ու զրոյացնում բոլորին։ Ես չեմ դրել բոլորին մի հարթության մեջ, ես ընտրություններին կանչողներին եմ դրել մի հարթության մեջ, հարգելիս։ Գնացել եք ուրիշ երկրից բոլորին մերժում եք, ես չեմ գնացել այդ երկրից, փախել եմ, որ ողջ մնամ։ Մտնեղ մնացողները հերոս են եղել, բայց ոնց տեսնում եմ արդեն ազգովի են վերանում։ Խնդրում եմ, կամ գործուն քայլեր ձեռնարկեք ինչ-որ բան անելու համար, կամ էլ հերիք է բոլորին փնովեք առանց բացառության։ Հարգելի Հայկ, ես 78 տարեկան եմ, սիրտս վիրահատված, մեջքս չի աշխատում, կաստիլներով եմ կյանքս անցկացնում, պարկացել գրում եմ այս բաները, հիմա ես որ նստած խոսում եմ, ես նստելու 20-30 րոպեն վրես թանգա նստել, որովհետև ծռված եմ վերկենալու տեղից գնամ պարկեմ իմ բանի մեջ, կրեսլոյի մեջ։
վստահաբար ձեր մակարդակի մարդն ավելին է ընդունակ կպարզապես ամեն ինչից բողոքելը։ Չհասկացա, այսինքն բողոքելը բանա, քաղաքականություն չի, ձերպես ընտրությունների գնալը քաղաքականություն է։ Ես չեմ բողոքում։ Ես իմ մեջ բողոք չկա, իմ մեջ կա անալիզ։ Անալիզը բողոքի տեղ եթե ընդունում եք կներեք, այդ արդեն ձեր խնդիրն է։ Ու խնդրում եմ նորից չասեք, որ դուք գիրք եք գրել։ Գիրքն արժեքավոր է, բայց դա արդարացում չի նման գործելավոճի։ Ես գիրքը գրեմ, գիրքը իմ հաշվին տպեմ, նվիրեմ, աղաչեմ, խնդրեմ, 300 հատ ելույթ ունենամ այս թեմայով, դա գործ չի։ Ինչ-որ լակոտի համար ընտրության գնալն է գործ, որ 0.1% հավաքեք ու այդ ձայները փոշիացնեք, Նիկոլին նվիրեք, Նիկոլին սարքեք վարչապետ։ Դա է գործ, որ այսօր իմ պատին էդ ես խոսում ընկեր։ Իրան պատասխանել եմ, բայց ինչի մասին խոսամ, ասեցի։ Հիշացնեմ ընկերոջս ասածը, ընդդիմադիրները Նիկոլին հաղթելու համար պետք է կարողանան իրենց եսը ստորադասել ընդհանուր մենքին։ Եթե ոչ, ջախջախիչ պարտվելու են ու վերջնականապես կորցնելու ենք պետականություն։ Այս Գագիկ Ղահրամանյանը ասում է այսքան բանը, այդ մարդը բազմաթիվ sense գրառումներ ունի։ Գագիկ Ղահրամանյանը չեղավ այս 25 անասունների չափ չեղավ, որ երբեք ոչ մեկը ուշադրություն չի դարձնում։ Հայկ Դորոնցի չի Գագիկ Ղահրամանյանի խոսքը չես քննարկում, մի հատ հələ քննարկի։ Ասա թե եթե չենք կարողանում այս 25-ով 24-ով միավորվենք մի Նիկոլի դեմ, այն ժամանակ չի կարելի ընտրությունների գնալ։ Ինչի այդ ճշմարտությունը քո մոտ չկա, այլ ինձ էս կանչում, որ ես գամ գործունքայլ անեմ, գործունքայլ 78 տարեկան է գործունքայլ կարող անել։ Դուք գիտեք մի ծերունու, ով կարող է անձնապես գործունքայլեր անել, կամ գիտեք մի պատմական դեպք, երբ իմ հասակի մեկը մյուսների համար գործուն է ելք է գտել ու իրացրել։ Տգետները բոզիցիաներին ընտրում են, որովհետև ուղեղը չունեն թացը չորից զատելու։ Ցավոք, տգիտության ոճով ընտրական դեմոկրատիան խարակիրվեց։ Հայերին ասել են, ժողովրդավարություն կա, ընտրություն կա, գնացեք ընտրությամբ իշխանություն փոխեք։ Առաջինը մենք ապացուցեցինք, փաստացի 1000 անգամ 88 թվից, մենք 88 թվից ենք մտել այս կաշմարի մեջ, որովհետև 88 թվին իշխանություն արդեն չկար։ Ընտրեցինք մի բան, մեզ տվեցին ուրիշ բան, ընտրեցինք մի բան, մեզ տվեցին ուրիշ բան, ով եկավ 10 տարի մնաց, ով եկավ ուզեց հավերժ մնա, ով եկավ ինչ արեց, ու մինչև հիմա հայկական իրականության մեջ չես կարա դու լակոտին ասես, հարգելիս, ախր դու ընտրության որ գնում ես, դու իմ հերն ես անեսում, Եթե իմ ձայնը հաշիվ չի արվելու, ֆուկը արվելու, ես որպես քաղաքացի, որպես մարդ կործավում եմ քո ընտրությունների պատճառով։ Դու ինձ ամեն անգամ սպանում ես, քո ամեն ընտրությամբ դու ինձ սպանում ես, ու դու եկել ես իմ գլխին լոլը ես կարդում թե արեք ընտրությունների։ Ես հասկանում եմ, որ Սերժիո Ռոբի դեմ ես ոչ մի բան եմ, ես ջահել տղա երեխեքի դեմ ոչ մի բան եմ, Գագիկը ոչ մի բան է, խելոք մարդիկ նորմալ, մարդիկ ձեր համար գոյություն չունեն, դուք ընտրական դեմոկրատիայի մեջ եք աղվել ու դուս չեք գալու, բայց առանց հասկանալու։ Իմ գիրքը գրել է դու գիրքիդ մասին հանգարց չխոսաս։ Լսի, ես գրքի մեջ գրել եմ, թե ինչա պետք անել կամ չանել, որպեսզի ես կաշմարի մեջ չընկնես։ Եթե գիրքը ձեզ տեղ չի հասնում, միայն մարդկանց ընտրատեղամած քաշ տալնա տեղ հասնում, էդ եք սովորել։ Ձեր հետ ես ինչ խոսամ։ Կանայք են խոսում, ես երեք իմ ֆեսյան ընկերուհիների գրառումներ կբերեմ, մաքուր քաղաքագիտություն է։ Տղամարդկանց մեջ դա բացակայում է։ Գոհար Պապիկյան, ընդդիմությունը նրա համար չէ, որ երկրի կործանման մասին իր հարցերով խրոխտ ամբողջ ու խելացի երևա, այլ նրա համար է, որ կախի այդ կործանումը։ Թե ինչ գնա ու ինչպես իրենք կիմանան, որտեղ դրա խոստումով են եկել ինչ-որ գործի։ Բա խոստացել էիք, անեիք, ինձնից ես հարցնում, թե ես ինչ անեմ։ Ես գրել եմ միլիոն հատ, խոսացել եմ միլիոն հատ, չեմ զոհվել, քաք եմ կերել, չեմ զոհվել։ Ընդդիմությունը նրա համար չէ, որ Ռուբեն Ռումինյանին ու Ալեն Սիմոնյանների ասածներին պատասխան տա, ու այսպես տարիներով թատրոն նայենք ու հրճվենք սրա նրա խրոխտ պորտատեղադրմամբ, այլ նրա համար, որ հենց թուրքի ձեռագիր տեսնի ժողովրդին ոտքի հանի թուրքի քշի երկրից։ Թե չէ կործանման այս ֆոնին ինչքան ուզում եք ցույց տաք ձեր խրոխտությունը առանձին ինչ կապ ունի, եթե բոլորիդ որ գումարում ենք խրոխտ բառի հետ կապ չունեցող բան է ստացվում, շատ լավ ա գրել։
Լրիվ ուրիշ բան է ստացվում, այն որ սովորական աշխատող պլոճիկավորներ, ռոճիկավորներ։ Փարանզեն Փաթևոսյան։ Հանդուրժողականությունը որպես ազգային վարքային շեղում։ Տեխնական հարց է քննարկել, հասկանում եք, հանդուրժողականություն, սա փիլիսոփայությունն է, պսիխոլոգիա է, վարքաբանությունն է։ Չափազանցված եւ անվերապահ հանդուրժողականությունը, երբ այն վերածվում է անտարբերության, կարող է դառնալ ազգային վարքային շեղում, թույլատնելով ինքնապաշտպանության, դիմադրության եւ արժեհամակարգային սահմանների զգացումը։ Հələ տեսեք ինչ բարդ ու ֆանտաստիկ նախադասություն է գրել։ Թույլատնումը արժեհամակարգային սահմանների զգացումը։ Բնության եւ պատմության խորքում գործում է նույն լուր օրենքը, գոյատևում է այն համակարգը, որը ճանաչում է իր սահմանները եւ պաշտպանում դրանք։ Հանդուրժողականությունը արժեք է միայն այն դեպքում, երբ ծնվում է ուժից եւ ինքնագիտակցությունից, երբ այն բխում է վախից կամ հոգնածությունից վերածում ինքնուրացման ձևի։ Ազգը, որը դադարում է տարբերել մարդասիրությունը ինքնապահպանությունից, կամաց-կամաց հրաժարվում է գոյության իրավունքից։ Հայերը մարդասիրության մեջ տոկորված մարդասիրությամբ իրենց սպանելու գործին են։ Հայաստանի փորձը ցույց է տալիս, խնդիրը ոչ թե խաղաղությունն է, այլ այն, որ խաղաղությունը չի կարող կառուցվել ինքնախորտակման գնով։ Հանդուրժողականությունը զրկված ինքնապաշտպանության գիտակցումից այլևս առաքելություն չէ, այլ ուղիղ ճանապարհ դեպի անհետացում, թե բնության, թե ազգերի պատմության մեջ։ Ֆանտաստիկա։ Մյուս ընկերոջ գրածն է։ Լավ մարդը կամ ազգը պետք է նաև ճիշտ մտածել իմանա, որովհետև միայն ճիշտ մտածելու արդյունքում է ծնվում լավը։ Բացի այդ լավը վիճակ է, իսկ ճիշտ մտածելը գիտելիքի վրա հիմնված ընդունակություն։ Դա է, որ մեզանում բացակայում է։ Նույնիսկ ամենահրապուրիչ վերլուծությունների մեջ այս երկու որակների տարանջատումը չկա։ Իներցիայով մտածում են, եթե դու լավն ես, ուրեմն ճիշտ ես, այսինքն բան չպետք է քո հետ պատահի կամ պատահեր։ Միշտ բարի լինելը բավական չէ գոյատելու համար առավել ևս հաղթելու։ Մեր լավագույն որակները մնացել են զուտ հուզական, բարոյական եւ անտեսված արժեքային տիրույթի մեջ։ Դրանք չափազանցված ու տեղային են, միշտ մարտահրավերները պահանջում են արձիական, ընդհանուր տեխնիկական մոտեցումներ։ Գերդինը մտնեք այդ 26-ով, այս 3 աղջկա մի նախադասությունը կյանքում դուք գրել չեք կարա։ Ու հայոց իշխանություն եք ուզում դառնալ։ Ընտրություն նշանակում է ցանկացած անասուն կարող իրան ասի եկեք ինձ ընտրեք։ Այդ 25-ից որի որակներին եք դուք տեղյակ։ Որը այս աղջկեքից որևէ մեկի 1% խելքն ունի։ Ռոբերտը գրել էր, թե ես ամենաարդյունավետ կառավարիչն եմ, դուք գիտեք, որ մենակ ես կարամ հայությանը փրկեմ։ Եթե փրկող էի, ոնց իշխանությունը բերիր տվիր քո դեգեներատին, հետո այդ դեգեներատը քեզ ֆուկարեց։ Էս էլ Գեհենի Արաքելի էս գրառումն է, վարի 31-ին է գրել, հաց ու խրախճակ, շատ երկար է, կարդալը զոռ է, բայց ասում եմ գնացեք Գեհենի Արաքելի լինքը գտեք Facebook-ում, էս էլ իր նկարն է, իր կոլաժն է ներկայացրել, կարդացեք շատ լավն է, ֆանտաստիկ է, ներկայացրել է մեր պատմականը, մեր ներկան, մեր էությունը։ Էս էլ արձագանք էր ես, մի շնչով կարդացի, ընկերուներից մեկն է գրել, ճշմարտությունից եւ ուղղես հաճույք ստացավ եւ լարվեց անճարությունից։ Շլավ բանա, չէ՞։ Եվ հաճույք ստացա եւ ուղղես լարվեց անճարությունից։ Լավ ինչ ենք մենք մտածողներս անգործ նստել։ Բարերով չես հաղթի, բարերով ճշմարիտը իր տեղը չես դնի, բարերից հետո գործողություն է պետք, ոչ իրը պետք է եւ անհրաժեշտ է պատժել։ Ու դրա համար հերոսներ պետք չեն։ Ու անունը չեմ գրել, որ ես ինչ իմանամ, խնդիրների մեջ չգցեմ, խոսում եմ ես ինչ իմանամ, դեռ ինչ իրականացում։ Ներքևում էս Հովիկ Չարչյանի բլոգը կա, որտեղ քննարկում է, թե արևմուտքը ինչ տեխնոլոգիաներով Սովետը քանդեց, հիմա ինչ տեխնոլոգիաներով Հայաստանն է քանդում։ Այս է, ինչպես կործանել արժեքայինը, իր այդ սայթը եթե գնաք, սա կգտնեք։ Նու կարդացեք այդ ինձանց մի քիչ կողք կտանի։ Ընդհանրացումների գամ,
15-ին գենոցիդին մենք մեղավոր ենք, 15-ի գենոցիդին մենք մեղավոր էինք այնքանով 1915-ի գենոցիդին, որ հետամնաց էինք ուտեգետ, չէինք հասկանում քաղաքական աշխարհը։ Սա կարևոր բան է, միտք է։ Գենոցիդվել ենք, որովհետև adekvat չենք եղել այն ժամանակվա քաղաքական իրականությունը։ Գյուղերում քրդերի սահանակ են քշել, թուրքերի տակել հարստահարվել։ 1988-ից հետո սկսված ինքնագենոցիդի մեղավորները մենք ենք ու մենք, որովհետև անընդունակ եղանք մարդուն ու աշխարհը հասկանալու եւ համընդհանուր խոտակեր լինելով հանդերձ բորենի մնացինք մեկս մյուսի հանդեպ։ Այդ ավտոբուս բերող այդ անասունը որ ցույց տվեցի բորենի է։ Այդ դեմքով բորենների վերին ենք մենք հայ իրականության մեջ։ Սա 22 թվի գրված է շեշտ է։ Էս ինչի էս իմ ասածները տեղ չեն հասնում ձեր լակոտ լկուտով գնալու եք ընտրության ասել եք արեք մեզ ընտրեք ձեր ինչի համար ընտրեները այս աղջիկից որևէ մեկին դրեք ես փարանձեմին դրեք բան վարչապետ տեխնացու գամ ընտրեմ նունային դրեք գամ գարին դրեք գամ գիտեմ կարողանա ֆիզիկապես տեղ հասնեմ թե չէ որովհետև պարկած չեմ անում տեղ հասնեմ թե չէ 32 ժամ աստեից այնտեղ Բայց ես կոչ կանեմ, կմասնակցեմ այդ ընտրաշավին, կասեմ, այ էսա, փրկիչները կան, որովհետև իրենք մտածել ունակություն ունեն։ Իսկ դուք ոչ մեկը չունեք, ինչը, ձեր ինչը, դրանք կարելի են փրկեն։ 23 թվի գրառումներից 10 դար շարունակ թուրքերը օրը մի խաղ են խաղացել մեր գլխին, սպանել, մորթել, գենոցիդել։ Ու 10 դար շարունակ հայի աննասունը հայ նորմալին լոլո է պատմել թուրքերի ու մեր մասին, հենց լոլով ինքն էլ հայի գլուխ է կերել։ Դե հայա դուք գիտես մենք ով ենք, դու թուրքը գիտես ով է։ Ալիևին եք ձեռ առնում, գելդիմ եք խաղում։ 10 դար շարունակ թուրքը հաղթել է ընդլայվել դարձել աշխարհակալ ու կողքինների հարց լուծող։ Այսօր էլ չեք հասկանում, թե թուրքը ինչ է անում։ Թուրանականությունն ինչ է։ Եվ 10 դար շարունակ հայը հիմարացել է, պարտվել, սեղվել, փոքրացել ու անհետացել։ 10 դար շարունակ իրենք խաբել են, զարգացել, առաջ գնացել, իսկ մենք հետադիմել ենք էլ ավելի տգետացել, որովհետև տգիտության կուրտն է մեզանում իշխել ու դժոխային դաղալությունը մեր արժեքային։ Այսօր դրան են պատասխան տալիս։ Որովհետև ինձ էլ արդեն ինձանից պահանջում են տգետ դառնալ։ Այսօր նույնն ենք անում, մեծարում ենք տականքին, լսում տգետին, մոլորվում ուր դա անհնար է եւ գնում դեպի դժոխք։ Վախկոտության ու տգիտության տարբերությունը քննարկեմ։ Երեխան տգետ չի ծնվում, տգետ դառնում է շրջապատի ազդեցության տակ։ 92-94 թվերին հայերի սերուցքը սովետական հանրային արժեքային շնորհիվ մի քիչ հաղթահարել տգիտությունը, դրա շնորհիվ հաղթեց։ Անկախության տարիներին այդ սերունդը փաստացի վերացավ, զիջելով դոդանոցին ու հիմա նորից տգիտության պատճառով ու շնորհիվ վախկոտության ճիրաններումը։ Վախկոտությունը գենետիկորեն պայմանավորված որակ է։ Ապա նոր արժեքային խրախուսմամբ նաև հանրային որակ։ Իսկ տգիտությունը բացարձակապես հանրային արժեքայինով պայմանավորված որակ է։ Հանրությունը չի հարգում գիտելիքը, մնում է տգետ։ Դպրոցները վերացիկ տգետ մնացիք։ Բայց այդ տգիտության պայմաններում այս պատերազմի երեխեքին որ ցույց եմ տալիս ոչ մեկը վախկոտ չէր։ Գնացին թուրքի դեմ զոհվեցին։ Բայց տգիտությունն է պատճառը, որ ոչ մեկը այսօր հերոսություն չի ցուսաբերում, քաջություն չի ցուսաբերում, Նիկոլի մի հատ շանը մի խոսք ասի։ Ու այդ քաջությամբ այդ մտքով դուք գնում եք Նիկոլ հաղթելու, Նիկոլն է ձեր հերոսը։ Մենք հասկացել ենք, որ ձեր մեջ տղամարդը չկա։ Ռոբն էր ասում, այստեղ տղամարդ չկա։ Բայց ինքը վերջում պարզվեց ինքն էլ տղամարդ չի։ Իսկ Նիկոլը չի ասում, ստեղ տղամարդ չկա, բայց մենակ տղամարդկություն ան։ Մենակ եկել է մի ամբողջ ազգի վերացրել է 2500 տարեկան ազգի վերացրել է։ Ու շարունակում է վերացնել հրռալով, թմբուկ խփելով։ Ու դուք ձեզ հաշիվ չեք տալիս, որ дուք դեբիլիզմով եք զբաղված։ Если им дички масина, одно из преимуществ зрелого возраста с каждым годом все легче плевать на чужое мнение. Если с խոսակցությունս դրան էր, ես չեմ թքում ուրիշի կարծիքի վրա։ Ես փորձում եմ բացատրել, թե ինչի այդ կարծիքը պետք չի հաշվի առնել ու հաղթահարել է պետք։
Բարիքը կերտում են փայլունները, գերհարստանում են լքսի բոզդի տղեկը, իսկ մարդկանց ճակատագիր որոշող էլ դարձել են տգետ ճիվաղներս։ Աշխարհում էլ դա տեղի ունեցավ։ Մասկի պես հիվանդը դարել է տրիլիարդատեր։ Հայաստանում 88 թվից միայն ճիվաղների ձեռն է հայկական իրականություն։ Մեր ժամանակներում որպես անհատ ապահով ապրելու համար պետք է մարդուն հասկանաս, իսկ որպես ազգ աշխարհը։ Ոչ մարդուն եք հասկանում, ոչ աշխարհն եք հասկանում, որ որպես ազգ մնաք։ Ինչի՞ չներեք եք դուք ընտրում, դեմոկրատիա խաղում, պետություն խաղում, ազգ խաղում։ Հիմնական ասելիքը ես վերջացրեցի, այդտեղ մի բան ցույց տամ, հետո հետ գամ։ Կարևոր է։ Ուրեմն այն հարցին թե գրածները թողենք միան։ Այս գրվել է 2019 թվի Նիկոլի իշխանության գալուց մի տարի հետո։ Կոչվում է Համասպյուր հայոց համացանցային կուսակցություն։ Սենց ես արագ գնամ կարդալ պետք չի։ Ցույց տամ ես ինչ եմ արել, գրել եմ ամեն հայկական քաղաքական հարթակի խնդիրները, բացատրել եմ կետ առ կետ 16 կետ ստեղա։ Հայկական իմացաբանական խնդիրները, նկարներով, բաներով, սյունակներով, տեքստը գրել եմ ամեն ինչ սենց բաները հանած, եզրակացությունները։ Համացանցային կուսակցության ստեղծման նախապատճառները, նպատակներն ու անելիքները, կետերով 4, 5 եւ այլն։ Հայկական իրականության ինչուներն են, թե մենք ինչու ենք այս կաշմար վիճակում։ Ինչուների բացահայտումն եմ արել, անալիզն եմ արել, ոնց է ինչուները հաղթահարեն։ Կա իմ կայքում կա, գնացեք նայեք, կարդացեք։ Ներկա իրավիճակն եմ բնութագրել, իր բոլոր կետերով, կարմիրներով շեշտել եմ, բացատրել եմ, ամեն ինչը, անելիքներն եմ ներկայացրել, ինչպես պետք է արվի, ինչը պետք է արվի, համացանցային կուսակցության գոյակերպն եմ քննարկել, խնդիրներն եմ դրել նորից հատ կետերով 12, 16, 17, այստեղ գրել եմ։ Մեթոդաբանություն թե ոնց պետք է անի, դա եմ գրել, լրացուցիչ մանրամասներն եմ էլի կետերով տվել, 7, 8, 9, անելիքների օրինակներ էլի հատերով, հատ 15, հատ ստեղ, ես էլ նրդեհի ասածներն եմ կոսպեկտավորել, եզրակացան եկել ու կետերով ներկայացրել։ 21 կետեր նշտեից եմ վերել։ Ես արել եմ, ու սա, հանգարց սրա մասին չխոսած էրա, հանգարց սրա մասին բերան չպացել շատ կացան կողխում ես մեր աշկը, որ ինչ, մենք դրա բան, քո գերին չեն կարա, մենք, կարդալով չի մերը։ Մերը խոսալով եկեք ընտրությամբ թողտը կսեք անասուններ։ Դուք ով եք որ չգաք արա, ասում ենք եկեք պտի գաք, ու գնալու եք, ազգովի գնալու եք։ Հայկական բաժինը բավական քչացավ, հիմա լավ նկարներ են ցույց տամ, սրանք առանց բացատրելու անցնեմ, շատ կարևոր են էլի։ Այս էլ է շատ լավ է, այս էլ է հոյակապ։ Ես մեր հետ կապված եմ, սենատորներն են, ասում շնորհակալ եմ, դու քո ողնաշարը, ասում ես կարծում եմ դու քո ողնաշարն ես կորցրել, գցել ես, ավերցրու, հայկական իրականության մեջ ես նուրբ բան, մեր մոտ ողնաշարի հարց չի, անուղեղ մտնում են այդ շենքը ու անուղեղ բան են անում, կառավարում են, ու սա էլ է մեր իրականության մաս։ Ասում է դու քո ներքիս սատանային չես կարող հաղթահարել, քանի դեռ դու դրանց կամպանիայում ես գտնում, իրանց հետ ձեռքի ես։ Այդ 25-ը, որոնք մասնակցում են ընտրությունների, նույն սատանաներն են։ Ոչ մի բանով չտարբեր, իրանք քեզ ձեռ են մեկնել, քեզ քաշում են ընտրության, թե արի դեբիլ, արի մեզ լեգիտիմացրու, որ մենք Նիկոլի շունը դառնանք։ Այս էլ շատ կարևոր բան է։ Սա էտրուսկյան քանդակը։ Կատարելությունը, ես անպատկերացնելի բան է, թե այն ժամանակ ինչ մակարդակ է եղել, այս արվեստագետը ինչ դիրքի է հասած եղել։ Ես էլ
Էսել ուրեմն այս վերջերս արհեստական բանականության հետ հաճախ խնդիրներ եմ տալիս լուծում, հա։ Իմ գիրքը իրան ներկայացրի ու գրքի այս հոդված ունեմ, որով հիմնավորում եմ մարդու էվոլյուցիան սկզբունքները։ Ասեցի կարաս մի հատ վերջնական նկար սարքես, իմ հոդվածի նկարը սարքեց, այս արհեստական բանականությունը սարքեց, էվոլյուցիոն պրոցեսն է ներկայացրել, պատկերացնում եք, թե մենք եկել ենք կապիկից գնացել ենք դեպի մարդ, զարգացել ենք, ֆանտաստիկ վերելք ա եղել, իսկ հիմա հասել ենք արդեն ատոմային բանի վերացման խնդրի, որովհետև տեսեք, այս կացինա ու նիզակա նկարած, բայց վտանգը, որ մեզ սպառնում է միջուկային։ Ես ապշած եմ, թե ինչի է հասել արհեստական ինտելեկտը։ Աննկարագրելի մակարդակ է, ինքը իսկապես մտածում է։ Դա ինչ-որ մտածողության նոր ձև է, որը մեզ հայտնի չի, կոմպյուտերը կարողանում է ինքը իր գիտելիքը ինչ-որ միավորել ու դարձնել եզրակացությունների գալ այդ գիտելիքի հաշվին, պատկերացնել, մտահղացումներ տալ։ Ֆանտաստիկ է, թե ապագան, եթե մարդը կարողանա հաղթահարի փողի դիկտատը, արհեստական բանականության կփրկվի։ Արհեստական բանականությունը ինքը սուբյեկտություն ունի, բայց փողի դիկտատի տակ չի։ Մարդը կռացել է, որտեղ փողի դիկտատի տակ է հայտնվել։ Միլիարդատերերի, տրիլիարդատերերի ու կեղծ իշխանության։ Հիմա արդեն աշխարհով մեկ է իշխանությունը կեղծ։ Միակ տեղը, ուր զարմանալի զարգացման վիճակ է տիրում, Չինաստանն է։ Միգուցե այդ ազգը ինչ-որ փիլիսոփայություն ունի, որ իշխանությունից դուրս է ու կարողանում է ինքը ստեղծել, արարել, կա իշխանավոր, որը օգնում է դրան, ինքը չի խանգարում, կերտում է չինական ժողովուրդը։ Մենք կերտելուց 0 չենք, մինուս անվերջություն ենք։ Իմ համար սա ամենակարևոր մտքերից մեկն է, իմ կյանքի համար։ Самое страшное в жизни не успеть։ Ես չհասցրեցի։ Շատ բան թվում է, թե արել եմ ինքս ինձ, համոզում եմ, թե արել եմ, բայց չեմ հասցնում ամենակարևորներն անել, այդ մարդու էվոլյուցիոն հոդվածը չեմ հասցնում, տեսակների առաջացման հոդվածը չեմ հասցնում, հայերին իրականության հետ մոտեցնելը չեմ կարողանում, չեմ հասցնում։ Դա էլ իմ պրոբլեմն է։ Սա էլ վերջի սլայդն է։ Հին գրառում, հա, 24 թվի։ Հայն այլևս խոսելիք չունի, բայց ունի մտածելիք, ինքն իր հետ խոսելիք, հասկանալիք ու միակ անելիք, կվալդելիք, լոմելիք ու պաժար տալիք։ Սա կուսակցական ընկերներիս, չգիտեմ ընկեր կմնան, թե այսօր ինքնա հեռացվեն ընկերություններից, ես չեմ հեռացնի, թող մնան, կարդան հալբատ տեղ կհասնի ինչ-որ մի բանով։ Սա է, հասկանում եմ, այս ինձ նայողները ես իմ քանի հոգի են մնացել, կարող այնձնից հետո այս իմ կլիպերը նայեք, ինչ-որ արածս պարզվի անիմաստ չի եղել, բայց այսօրվա օրով դեռ որ անիմաստ է արածս, որտև չեմ կարողանում, ապարաժը, հայկական անդունդային ապարաժը չեմ կարողանում հաղթահարել, դժվար վիճակ է այդ առումով, հիմա կարևոր է գտնել, թե ես որ կետով եմ մտածել ինտերնետ, այստեղից, այսօր այսքանը։